2025 թվականը կրթության ոլորտում թերևս նշանավորվեց արդեն կատարված փոփոխությունների խորացմամբ, նոր չափորոշիչի գործնական կիրառում, ուսուցման բնագավառում ավելի աշակերտակենտրոն մոտեցում, հետաքրքիր նախագծային աշխատանքների իրականացում, ինչպես նաև քննադատական մտածողության խթանում։ Դժվարություններ, ինչ խոսք եղան, մեր ոլորտը այնպիսին է, որ անդադ փոփոխություններ են տեղի ունենում եւ ուսուցիչներս պիտի հասցնենք հետևել այդ փոփոխություններին ու որդեգրենք առավել ժամանակակից ռազմավարություններ։ Այլապես մեր դասավանդած առարկան դասը հետաքրքիր չի լինի աշակերտին եւ մենք այսպես ասած հետ կմնանք ժամանակից եւ նրա դրած պահանջներից։ Ուսուցիչը ամեն օր կանգնած է մարտահրավերների առաջ, բայց ես կարծում եմ, որ դժվարությունները հաղթահարելի են, եթե կա նպատակին հասնելու կամքի ուժ եւ նաեւ սեր ու նվիրվածություն աշխատանքի նկատմամբ։ Ակնկալում եմ, որ դրական փոփոխությունները շարունակվեն, ինչպես նաեւ ավելի լայն հնարավորություններ ստեղծվեն ուսուցիչների համար կատարելագործվելու, մասնագիտական աճ գրանցելու, ինչպես նաեւ ինքնադրսևորվելու։ Ուզում եմ, որ դպրոցը դառնա իրական միջավայր, որտեղ սովորողը իրեն ապահով ու արժևորված կզգա։ Թող 2026 թվականը կրթության ոլորտում բերի ոչ միայն նոր փոփոխություններ ու ծրագրեր, այլ նաև մեծացնի հավատը սովորողի, ուսուցչի, ինչպես նաև դպրոցի ուժի հանդեպ։ Թող Հայաստանի բոլոր դպրոցներում թևածեն սերը, լույսը ու ջերմությունը։ Խաղաղ եւ ստեղծագործ տարի բոլորիս։ 24 թվի շարունակություններ, 25 թիվը, ուրեմն եղել է շատ լավ հաջողություններով լի տարի, ուրեմն ունեցել ենք Լալայան Վարազդարի Եվրոպայի չեմպիոնի արդյունքը, ունեցել ենք աշխարհի չեմպիոնի արդյունքը, հանրապետական մակարդակի երեխեք ունեցել են մի շարք հաջողություններ, դե ուրեմն դժվարությունը սպես է, դժվարություն քանի մարզական աշխատանք են, կան դժվարությունները կա ու լինելու են։ Ուրեմն այս 25 թվականի մեջ ամենալավ հաջողություններից Լալայանի արդյունքներից բացի նաև այն որ մեր պատանի դեռահասները, որոնք որ անցած տարիներին արդեն ստվերի տակ էին, հիմա արդեն մետալով մեծանալուց հետո փայլուն արդյունքներ ցույց տալով արդեն ընկերվել են հավաքական թիմերի կազմում, նամանավանդ ես շատ մեծ ուրախությամբ կուզենամ շեշտել մեր Խաչիկի մասին երկու բառսեմ, Խաչիկը, որ ասենք գնում է Լալայանի հետքերով, ընդեղից ուրեմն ունենք Արտուշա Հարությունյան, մնացած շատ երեխեք ունենք, որոնք որ արդեն ժամանակից շուտ սկսեցին ցույց տալ իրենց արդյունքները։ Իսկ գլոբալ խնդիրներ չէ, գլոբալ խնդիրներ չենք ունեցել ենք այդ գլոբալ խնդիրները ուրեմն մարզիչների կողմից միշտ ենք նկատվող տեխնիկական աշխատանքների, երբ որ սպորտսմենները անընդհատ կատարում են այդ նույն սխալները, ասենք աշխատանքային է եղել, մեր այդ ինչ խնդիրով ունեցել ենք, եղել է աշխատանքային։ Ամենամեծ ակնկալիքը Լալայան նորից կրկնե 24-25 թվականի արդյունքները Եվրոպայի աշխարհի առաջնություն, ինչի որովհետև ուրեմն 26 թվից մեր բոլոր միջոցառումները արդեն օլիմպիական ռեյտինգային մրցումներ է, թե Եվրոպա, թե աշխարհը։ Ուրեմն 26 թվի մեր ամենաառաջին մրցումները մենք մասնակցում ենք մեծահասակների առաջնություն փետրվար ամսին, ապրիլին Բաթում կերտանք Եվրոպայի առաջնություն, իսկ նոյեմբերին նորից էլի աշխարհի առաջնություն։ Իսկ դժվարություններից ու խնդիրներից 26 թվականի մենակ են որ իմ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Լազարյանը նորից ունի վնասվածք, 25 թվականի խնդիրները Ալեքսանդր Լազարյանի մոտ էներ որ 24 թվի Եվրոպայի չեմպիոն, 21 թվի աշխարհի չեմպիոն, 21 թվի Եվրոպայի արծաթե մեդալագիրը 25 թվականին չկարողացավ լավագույնս դրսևորել նորից վնասվածքի պատճառով։ Հայ ազգին կմաղթեմ ամենակարևորը առողջություն, հաջողություն ու ամենակարևորը ոչ մենակ հայոց աշխարհին, այլ բոլոր երկրագնդում բնակվող բոլոր մարդկությանը խաղաղություն, ուղղակի խնդրանքս խաղաղությունն է։ Ընդհանրապես բժշկության մեջ, առավելևս մանկաբուժության մեջ փոփոխություններն անընդհատ են, զարգացումներն անընդհատ են, գրեթե ամեն օր փոփոխություններ ա լինում մեր վարման տակտիկաների մեջ։ Տարվա ընթացքում եղել է խիստ ծանրաբեռնված, բազմաթիվ հիվանդներ, բազմաթիվ բարդ դեպքեր, բարեբախտաբար լավ վերջաբաններով։
բավականին լարված տարի ենք ունեցել։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մի փոքր ավելի քիչ էին վիրուսային վարակով պայմանավորված երեխաների այցելությունները ստացիոնար հիվանդանոցներ։ Կարծում դա բժշկության մեջ մի փոքր ձեռքբերում այնքանով, որ սա պատվաստումների կայուն իրականացման արդյունքում է, որ ավելի թեթև եւ ավելի հանգիստ ենք տանում վիրուսները։ Հուսամ, որ շատ հաջող տարի կլինի, ինչպես բոլորիս, այնպես էլ երեխաների, առավել ևս հիվանդությունների առումով, որտեղ ոչ մի տարի մենք չենք կարող նախորդ կանխորոշել ինչպիսի տարի կլինի։ Ակնկալիքներն ավելի շատ բժշկության ոլորտում ակնկալվող նորամուծությունն է, դա պարտադիր ապահովագրությունն է, հուսամ, որ հարթ կանցնենք եւ շատ ավելի լավ կլինի, լավ անդրադարձ կունենա մեր ազգաբնակչության, առողջության հետ կապված։ Մաղթում եմ բոլորին քաջ առողջություն։